Ածից Ոչ մի նկարել, ոչ մի բան հետ առեք։ Ոչ մեկ չի նկարում, ոչ մի բան չի կասել, հետ առեք։ Կադր ենք անում։ Չէ, կադր պետք չի անեք։ Մենք առանձին ուղիղ եթեր ենք հեսաբանում։ ուղիղ եթեր կապ չունի, չի կարելի։ Ուրիշ տեղ նկարեք, եթեր տվեք, ստե մի նկարեք։ Ոնց է։ Մենք ենք որոշում, մի նկարեք։ Մի վարքան, մի նկարեք։ մի վարքան էլի։ Արա մերրես, մի վարքի պետք չի բարձր։ Արա Վով ջան, մի րոպե էլի, Վով։ Վովա չի բարձրացան։ Վովա։ Վովա, բրծեք մի հատ թողեք մարդու հետ խոսում։ Մերրեմ ձեզ։ Բավարար չի հասկանում։ Չէ, բան եմ խնդրում ուղղակի։ Իրավունք չունի։ Ով հարցակվեց։ Մենք մարդիկ։ Չէ, նայեք։ Կներեք։ Հեսա սրանից հետո, իրա գնալուց հետո, մենք կհավաքվենք կխոսանք իրար հետ։ Կլինի մի քիչ հերվիս նկարեք։ Բանն է, Դավիթ Սանան, հա, Սանամյան Դավիթն է։ Հերվիս նկարեք, խոսալու ենք մեկը իրար Հա, բայց պակի Արա խոս ջան դու գնով նորից ինչ անում ճիշտ է։ Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաներից մեկն է ժամանել Բաղրամյան պողոտա, այս պահին մեր կադրերում տեսնում եք քննարկում է ընդհանում անհետ կորածների հարազատների հետ, մասնավորապես Բաղրամյան պողոտան բացել չբացելու հարցն է քննարկում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ից պատրաստակամություն են հայտնել հանդիպելու ծնողներին եւ 3 օր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահող ծնողները հավանական է, որ այսօր բացեն փողոցը, քանի որ ինչպես արդեն ասացի, հանդիպում է նախատեսվում եկող շաբաթ ԱԱԾ պետի պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանի հետ, սակայն այս հանդիպումից հետո ավելի հստակ կլինի ծնողները հարազատները բացում են Բաղրամյան պողոտան, թե ոչ։
Չեք խոսելու։